գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բոսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Ջոր, շատ անտրամադիր եք երևում, կարող ինչ-որ բան է եղել։ Չէ, ինչ պիտի լինի, ամեն ինչ լավ է։ Նայել է։ Պապի։ Իմ մոտ էլ ամեն ինչ նորմալ։ Բա խորեն ինչ ուր է։ Ալիքի հետ գնաց։ Ուր։ Արփին ինչ իմանա ուր։ Պապան նույնիսկ ինչ չասեց։ Ուր պիտի գնա բիձեն։ Կամ օֆիս կամ էլ գերեզմաններ։ Իբր շատ տեղեր ունի գնալու։ Տղա ջան, պապիկիդ հանդեպ հարգանքով։ Լրիվ չափերը տանցել ես։ Ալո։ Հայ, ես եմ։ Ոնց։ Ինչ է պատահել։ Ձերբակալել են, հիմա ուր է պապան։ Ինչ է եղել։ Պապային ու Վարորդին են ձերբակալել։ Չի համար։ Լավ չհասկացա, բայց ասում եմ մեքենայի մեջից մեծ քանակի թմրանյութեր են գտել։ Ինչ։ Շեֆ սաղ քո ասածով եմ մարել, ոնց մտածել ենք նենց էլ եղավ։ Շարունակի հետո։ Իմ զանգելով շոֆերին բռնել են, հիմա միլիցեքի ձեռն է, ու հաստատ կարամ ասեմ, որ միլիցեքի ձեռն էլ մնալու է։ Բայց պապին հետն է եղել։ Օպա։ Բայց այդ շատ լավ է։ Բիձեն արդեն շատ էր քիթը խոթում նենց տեղեր, որտեղ որ պետքա չխոթեր։ Հիմա ինչ անեմ, ուրիշ հանձնարարություններ կան։ Առայժմ չէ, բայց տեղեք հետ կապի մեջ եղի ու ամեն նորության մասին ինձ տեղեք պահի։ Ես ուզում եմ այդ գործի հետ կապված ամեն մի նորություն իմանամ։ Եղավ շեֆս։ Նազիկ ինչ եղար։ Գալիս է։ Մեկ արդեն պիտի դուրս եկած լինեինք։ Պատրաստ եմ գնանք։ Ես դու ուր։ Գալիս եմ ձեր հետ։ Ոչ մի տեղ չես գալիս։ Ես ու պապան մենակ ենք գնում։ Չէ, մամ, ես չեմ կարա տանը նստեմ սպասեմ, կմեռնեմ անհանգստությունից։ Արփի ջան, ուր ես գալիս։ Այդ քո տեղն է որ գալիս ես։ Մհեր բացատրի։ Գալիս քո գալու կարիքը չկա հավատա ինձ։ Աստաբան արդեն ոստիկանությունում է, ունդեղի ճոթի ուրիմացություն ա եղել։ Կգնանք կպարզենք պապիկը շուտով տանը կլինի։ Բա Ալեքը։ Պապ, Ալեքը այնտեղ է, չէ։ Իհարկե այնտեղ է։ Պապ, որ խնդրեմ Ալեքին էլ կօգնես։ Արևս նախ պիտի իմանամ Ալեքես ամեն ինչ հետ ինչ կապ ունի, հետո նոր։ Ոչ մի կապ չունի։ Ես վստահ եմ այդ թմրանյութը, որ գտել են պապիկի մեքենայի մեջ, ոչ պապիկինն է, ոչ էլ բնականաբար Ալեքինը, պապ։ Տոլավ է։ Էդ ինչի ես տենց համոզված։ Ասենք ինչքան ժամանակ ճանաչում ես այդ շոֆերին, որ տենց մտածում ես ինքը սրբերի սուրբն է։ Արեն մեկ-մեկ մի քանի ժամն էլ է հերիք մարդուն լավ ճանաչելու համար։ Նա ավելի արփի։ Ես ինչ մի ամիտես։
Ես ի սկզբանե դեմ էի, որ էդի մեր տանը աշխատեր։ Այդ հարիֆը սկզբից է դուրս չէր գալիս։ Ես տղուս հետ համաձայն եմ, դրան ես էլ չեմ հավանում։ Պապ, ասա որ սխալ են իրանք։ Լավ, վերջ տվեք, հիմա լեզվակռվի ժամանակ չի։ Արփի դու կմնաս տանը։ Իսկ դու եթե հենց հիմա իմ տնից դուրս չգաս, տաքսիով ես գալու ոստիկանություն։ Գալիս եմ։ Նյարդային է ձեր հերը։ Ինչ։ Արեն, ինչ։ Չկրկնվի հիմա այդ մամայի կորած թևնոցի պատմությունը։ Հիշում ես ոնց էիր մեղադրում Ալեքին։ Ես հիմա ոչ մեկին չեմ մեղադրում, փաստ եմ արձանագրում։ Ոստիկանները կանգնացրել են պապի մեքենան, մեջից գտել են թմրանոթ։ Հետո ինչ։ Այդ չի նշանակում, որ գտած Ալեքինն է։ Okay, բան չասեցի։ Բայց ուսամ դու էլ չես մտածում, որ այդ մեր պապի թակում բիզնեսն է։ Դու ես մեղավոր արփի, որ Ալեքը չի ուզում ինձ հետ խոսի։ Սզվում եմ քեզնից, ատում եմ ուղակի քեզ։ Ես տարոնը ինչի չի պատասխանում մեռա զանգելով։ Ես ինչի ամնացեմ օտես։ Չհասկացա։ Ինչի ներս մտնելուց առաջ դուրը չես ծեծում Արուս։ Արեն ջան, մտածեցի դուրս ես եկել էի սենյակդ հավաքի։ Սխալ գիտեիր Արուս։ Ես ինչ հա կատարում, չեմ հասկանում։ Դու ով ես, որ քեզ տենց բաներ ես թույլ տալիս։ Ես ուղակի Ուղակի չկա Արուս։ Սրանից հետո երբ որ ուզենաս ներս մտնես, դուրը կծեծես, ներսից կասեմ մտին նոր կգաս, հասկացար։ Հա։ Դե որ հա, դուրս արի նորից արի տենամ։ Ինչ ես նայում վրես Արուս։ Դուրս արի նորից մտի ու մի քանի անգամ, որ սովորություն դարձնես։ Քո հետ եմ։ Ըխ։ Ոնց եմ զզվում ես աղջիկի Հավայի արցունքներից։ Մի երկու բառ ասես Հավայի սկսեն նվնվալ։ Ոբշում լսեցիր ինչ ասեցի քեզ։ Այս թեմայով էլ ընդհանրապես ոչ մի բան չխոսամ։ Հասկացար։ Ու եթե իմացել եմ ինչ որ մեկի մոտ բողոքել ես ինձանից, մանավանդ են բիձու, ինձնից չնեղանաս Արուս։ չմեղքեմ ես։ Արփի իրոք անսպասելի էր գալդ։ Ինչքան ժամանակա չենք հանդիպել, չենք տեսել։ Լավ ես։ Հա, Լևոն ջան, ամեն ինչ նորմալ է, լավ եմ։ Մի տեսակ չհավատացի։ Ձենդ չափազանց տխուր է, որ հավատամ ասածդ լավ եմ ին։ Լևոն, իրականում չգիտեմ ինչի եմ հենց քո մոտ եկել։ Ավելի ճիշտ գիտեմ, երևի որովհետև ուրիշ ոչ մեկի հետ չեմ կարող խոսամ սրա մասին։ Դու պիտի իմանաս, որ Խոսա Արփի անագիստ եմ։ Ալեքին են ձերբակալել։ Ոնց։ Ինչի համար։ Արփի, բաբատ ինչ որ կապ ունի։
Ինչ։ Լևոն, այսինքն ինչի պետք է իմ papan կապ ունենա, ինչեր ես խոսում։ Դե մտածեցի, եթե մարդ չկա, որ կարող է իր մոտ գնալ, դրա համար այդպես մտածեցի էլի։ Չէ, իմ papan ինչ կապ պետք է ունենա։ Պապիկի մեքենայի մեջ են մեծ քանակի թմրանյութ գտել։ Ու հիմա համ պապին, համ Ալեքը ոստիկանությունում են։ Լևոն, ինչի լրացիր, ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Բարև լույս։ Բարև։ Ալին։ Այսօր իմ բաժին սուրճը չբերեցիր, մտածեցի նեղացել ես։ Ես ոնց ես դիմաբան պատկերացրել, կամ մտածել։ Դե, որ երեկվա հրավերդ մերժեցի, դրա համար։ Հա, ճիշտ է, ես հիշաչար եմ, բայց ոչ այդ աստիճանի։ Փաստորեն հիշաչար ես։ Տեսնում ես, նույնիսկ հետ շատ անկեղծ եմ, չափազանց։ Նույնիսկ չգիտեմ, այդ ինֆորմացիան որպես դրական ընդունեմ, թե չէ։ Ես էլ չգիտեմ։ Ամեն դեպքում երեկվա հրավերդ մերժելուց հետո քեզ առանց նվեր չէի կարող թողնել։ Դե սուրճը ստացել եմ, այդ նշանակում է, որ առավոտյան անակնկալը ստացվեց։ Դե սուրճը նվերի մաս չի կազմում, դա ուղղակի թարմության համար։ Իսկ նվերը սա է։ Էս ինձ։ Ես հրաշալի նմուշ եմ հավաքածուի համար, բայց մի նպե որտեղից գիտես, որ ես դանակների հավաքածուն եմ։ Մահերից։ Լևոն, հիմա մենք ինչ կարանք անենք Ալեքին օգնելու համար, բան անցնում ա մտքովդ։ Իմ ես վիճակում ես ինչ կարող եմ անել, Արփի։ Ոչ աչքերս են տեսնում, ոչ ոտքերս են աշխատում։ Չհամարձակվես էլ տենց խոսած քո մասին։ Դու ամեն ինչ էլ կարաս, Լևոն։ Ամեն ինչ ուղղակի ժամանակ ա պետք ա մի քիչ աշխատես քո վրա։ Ու ընդհանրապես, այս տնից զինվորի տուն, զինվորի տնից ստեղ վիճակն էլ պետք ա փոխել։ Ինչ ես խոսում, Արփի։ Այս տնից զինվորի տուն տրամադրություն փոխողն էլ եք դու ու Ալեքը։ Ահա գիտես չեմ հասկանում։ Իմացա, որ Ալեքը չի գալու այսօր, մտածեցիր, որ գնամ այն թշվառին օգնեմ, որ մենակ չծածկի սոված։ Ոնց ես քեզ թույլ տալիս տենց բան խոսած, Լևոն։ Եթե մի անգամ էլ սենց բան ասես կամ թեկուզ մտքովդ անցնի, չգիտեմ քեզ ինչ կանեմ։ Ես քո մոտ եմ եկել, որովհետև քո օգնության կարիքն ունեմ, ոչ թե որովհետև խղճում եմ քեզ կամ տենց հիմար բաներ։ Լավ, ոնց։ Ոնց, Արփի, ես ինքս ինչ չեմ կարողանում օգնեմ։ Ոնց կարող եմ օգնել ձեզ։ Որ այդ հիմար մտքերը հանես գլխիցդ, արդեն մի բան կմտածես, ես քեզ լավ գիտեմ։ Ինչ որ է, ամեն ինչ պետք է անենք, որ Ալեքին օգնենք։ Ես իրոք չգիտեմ ինչ պետք է անել։ Պապան էլ չի զանգում հասկանամ այնտեղ ինչ ա կատարվում։ Չգիտեմ, ինչ կարանք անենք։ Չհասկացա Սահակյան։ Դու երբ ես հանդիպել մայրին։ Երեկոյան։ Բայց չեմ հասկանում, թե ինչի է դա քեզ այդքան հետաքրքրում։ Դե որովհետև երեք մայրը կնոջ ու երեխաների հետ մեր տանն էր։ Մենք ավելի ուշ ենք հանդիպել։ Փաստորեն ինձ հասցրել է, հա, հանդիպի քեզ հետ։ Դե ես խնդրեցի։ Քանի որ ուզում էի նվեր անել քեզ համար ու ուզում էի անպայման որ քո ճաշակով լինի, դրա համար խնդրեցի հանդիպենք։ Բայց ոնց տեսնում եմ, քեզ այդքան նվերը չի հետաքրքրում, ինչքան իմ ու Մհերի հանդիպումը։ Չէ, ինչ ես ասում։ Ես շատ շնորհակալ եմ նվերի համար։ Հաճելի է, որ նվերը քեզ դուր եկավ։ Ես գնամ իմ սենյակ։ Շնորհակալ եմ։ Ես կճանապարհեմ։
տեղի դու ամեն տեղ ու ամեն ինչի խանգարում ես։ Տարոն ջան, բարի օր։ Դու ստեղ ինչ ես անում։ Այ ախպեր մեռա զանգելով։ Առավոտից ուզում եմ հետդ լավ նորություններով կիսվեմ, չես պատասխանում։ Ես էլ որոշեցի գամ։ Բա որ չեմ պատասխանում, մտքովդ հեչ բան չի անցնում։ Չէ, ինչ պիտի անցնի։ Օրինակ այն, որ հեռախոսով տենց բաների մասին չեն խոսում, Արեն։ Հա, դες չէի մտածել։ Ճիշտ ես ասում։ Պիտի շատ զգույշ լինեմ, որ հանկարծ չբռնվենք։ Ոչ թե չբռնվենք, այլ չբռնվես։ Ինչ ես տես նայում դեմքիս։ Ինչն էր իմ ասածի մեջ անհասկանալի։ Դեն, որ ինչ արել ենք, երկուսով ենք արել։ Դու ասել ես, ես արել եմ։ Բերանդ փագի ու ինձ լսի։ Արեն դու պետքա շատ ուշադիր լինես, որ հանկարծ չբռնվես, թե չէ քո համար շատ վատ կլինի։ Հա, հասկանում եմ այդքանը։ Չէ, չես հասկանում։ Որ հասկանայի րոպեն 5 անգամ չէիր զանգի, որ ուրախ պատմեիր արածներիդ մասին։ Հա, հասկացանք, всё, այդ մասին էլ ոչ մի բառ։ Արեն ոչ մի տեղ, ոչ մեկի մոտ հանկարծ չխոսաս այս թեմայով։ Մենք ոչ մի բանի հետ կապ չունենք։ Մենք չենք արել ախպեր այդ ամեն ինչը։ Հա, մենք ոչ մի բան չենք արել ու մենք կապ չունենք այդ շոֆերի բռնվելու հետ։ Բայց կարամ մի հարցել տամ։ Հարցրու։ Այդ շոֆերը կնստի։ Կնստի, բա ինչ պիտի անի։ Երկար։ Շատ երկար Արեն, շատ։ Թույն դզեց։ Վերջապես կպրծանենք այդ ուռոդից։ Էլի հարցեր ունես։ Չէ, ինչի։ Լավ, հասկացա։ Գործեր ունես, ես եկես խանգարում եմ։ Չմոռանաս ասածներից մասին, Արեն։ Հա, ախպերս, սաղ ջոկացա։ Դե ես հելա։ Դեբիլ գյադը։ Արուս։ Վայ, Փառք Աստծո։ Գյուղամ Խորենից ջան, ինչ լավ ա եկաք։ Աղջիկ ջան, ինչ ես տաց ուզվել, ինչ է եղել։ Գյուղամ Խորենից ջան, ինչ ասեք մտքովս չանցավ, գիտեք ինչ անհանգիստ է ձեր համար։ Լավ էլի վերջ դուրա մուտա։ Փոխանակ ուրախանաս ողջ առողջ տունը մեկ է սուկուշի վանեց դնում։ Ոնց որ դիակս են բերել դու։ Վայ, նման բան նույնիսկ կատակով չասեք Գյուղամ Խորենից։ Գիտեք իմ հետ ինչ կկատարվի, որ ձեր գլխից անգամ մի մաս պակասի։ Այդքան թանկ մարդ եմ քեզ համար Արուս։ Թանկն են խոսքը չի։ Գյուղամ Խորենիչ, բա ինչ եք մենակ եկել։ Բա Մհերն ու Տիկին Նազին ինչի ձեր հետ չեն եկել։ Ճիշտն ասած չգիտեմ ոնց ասեմ։ Իրանց բահեցին, ինձ բաց թողեցին։ Մեղա քեզ տեր մեղա։ Ես ինչ եք ասում Գյուղամ Խորենիչ։ Քնիշն ասել ձևը դա է, պիտի իրանց պահենք, որ ձեզ բաց թողնենք։ Բա ինչ պիտի անենք հիմա, ինչ ենք անելու։ Այ աղջի կատակ եմ անում դու էլ։ Ինչ ասում եմ, հավատում ես դո։ Ինձ բերեցին տուն մեքենայով գնացին իրանց գործի։ Դե լավ է, վերջապես տանն եք։ Գյուղամ Խորենիչ, բա Ալեքին դեռ բաց չեն թողել։ Ալեքի հարցը մի քիչ դժվար է, բայց ամեն ինչ կանեմ, որ բաց թողնեն։ Այո։ Խեղճ տղա, բայց ինչ էր եղել Գյուղամ Խորենիչ ջան, ինչի ինձ ես տարել ոստիկանություն։ Արուս, ոնց, չգիտես։ Չէ, Տիկին Նազիի ու պարոն Ադոնցի խոսակցությունից հասկացա, որ ձեզ ու Ալեքին տարել են ոստիկանություն, բայց չիմացա ինչի համար։ Դե, աբսարի կլինի մի հատ սուրճ տիր, համ կխմենք, համ էլ կպատմեմ, եղա։ Իմ համար էլ։ Հո, ինչ է, Նազիկը տանը չունի ողջի վրա չի խոսա։ Շտար։ Հենց հիմա։ Պապ, այսինքն Ինչ-ա նշանակում պապիկին ազատել են Ալեքին, չէ։ Չէիր կարում իրան էլ օգնեիր, պապ, չգիտեմ ինչ-որ բան մտածեիր։ Լավ, հասկացա։
Ինչ են արել։ Պապան կարողացել է պապիկին օգնի, Ալեքին չէ։ Այսինքն Ալեքը դեռ ձերբակալված է, հա։ Հա, Լևոն։ Ես ախր հույս ունեի, որ պապան Ալեքին էլ կօգներ։ Արփի, արի դու այդքան մի մտածի, հիմա դու գնա տուն, հա։ Չէ, չեմ կարա տուն գնամ, ես ճաշդ գազօջախին է հիմա լցնեմ բերեմ դու կուտես, ես էլ կմտածեմ տուն գնամ, թե չէ, երևի զինվորի տուն կգնամ, կարող է այնտեղ էլ իմ կարիքը կա։ Արփի, դու հիմա ինքդ խնամքի կարիք ունես, խնդրում եմ գնա տուն։ Չէ, ես պետք է աշխատեմ, մի բան պետք է անեմ, մի բանով զբաղվեմ, որովհետև կխելագարվեմ։ Չնայած գիտես, պապան ասաց, որ պապիկի փաստաբանը փորձելու է Ալեքի գործով էլ զբաղվել։ Իսկ կարող է ես ուրիշ փաստաբանի զանգեմ, Լևոն։ Ասում եմ գնա տուն, Ալեքի հետ ամեն ինչ լավ կլինի։ Չէ, Լևոն, ես հիշեցի, ընկերուհուս քեռին փաստաբան է։ Ես հիմա գնամ ճաշդ բերեմ, համ էլ իրան զանգեմ։ Ուտել չեմ ուզում։ Ուզում ես, դու չգիտես։ Հայ սիրի, զանգիր Լիկային։ Մի խոսքով Արուշ ջան, այդ անտեր թմրանյութը, որ գտան մեքենայի մեջ, ինձ ու Ալեքին մի անգամից տարան ոստիկանություն։ Այ քեզ բան, բայց այդ թմրանյութը ինչա որտեղից էր հայտնվել ձեր մեքենայի մեջ, Գեղամ Խորենիչ։ Չգիտեմ, են աստված չգիտեմ։ Ինչ եղա։ Մտածում եմ։ Բարձրաձայն մտածի, ես էլ հասկանում։ Ուղղակի մտածում եմ, այդ անունն էլ չեմ ուզում ասել, ոնց կարեր հայտնվել ձեր մեքենայի մեջ։ Բայց գիտեք ինչ, Գեղամ Խորենիչ։ Ինչ։ Ես համոզված եմ, որ Ալեքը հաստատ այդ Չարիքի հետ ոչ մի կապ չունի։ Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Այո։ Այդ տղան այնքան լավ տպավորություն է ինձ վրա թողել, որ երբեք նման բան չեմ սպասի իրենից։ Այո, ճիշտ ես, համաձայն եմ քեզ հետ։ Ու կարծում եմ, որ ինչ-որ մեկի մատը խառն է այս գործին։ Ինչ եք ուզում ասել, Գեղամ Խորենիչ։ Այն որ այդ ամեն ինչը սարքած գործ այն կարծիքով։ Ինչ եղավ։ Հա։ Բան չէ, Գեղամ Խորենիչ։ Հաստատ։ Հա, հաստատ։ Ուղղակի վատ զգացի ձեր ասածից։ Ինչի վատ զգացիր։ Դե ուղղակի Գեղամ Խորենիչ, այսօր շատ լարված օր էր։ Հա, հաստատ այս լարված օրն էր։ Դրա համար վատ զգացի ինձ։ Դուք ձեր սուրճը խմեք, ես գնամ գործերս շարունակեմ։ Գնա, աղջիկ ջան։ Մտեք։ Կարելի է տիկին նայել։ Արի տեսնեմ ինչ ա եղել, որ մեզ վարկ չեն տալիս։ Ինչ ունեն գրավադրված է։ Ֆիրմայի անով էլ այնքան վարկ ունենք ձևակերպված, որ ոչ մի կազմակերպություն ու նույնիսկ բանկերը գումար չեն տրամադրում։ Բայց պետքա գումար գտնենք։ Եթե ես մեկող շաբաթ դրանց գումարները չտվեցի, ինձ ամբողջ աշխարհով խայտարակ կանեն։ Մի տարբերակ կարող եմ առաջարկել։ Դե խոսի։ Եթե բանկերից մեկում լավ ծանոթ գտնեք, միգուցե նա կարողանա այդ հարցը լուծել։ Այ մի բան պետքա մտածել։ Իսկ Եթե էլ պետք չեմ կարող եմ գնալ։ Գնա։ Բայց Գևորգյան, չմոռանաս, որ այս ամեն ինչի մասին պապան պետքա ոչ մի բան չիմանա։ Եթե հանկարծ պապայի ականջին ինչ-որ բան է հասել, ես քեզ խոստանում եմ, Երևանում քեզ ոչ ոք գործ չի տա։
Մտեք։ Բարի օր, սիրելի Նազի։ Բարև Նազի։ Բարև ձեզ աղջիկներ, բայց մենք ոնց որ թե չենք պայմանավորվել, չէ՞ որ պետք է հանդիպենք։ Ինչա պարտադիր է պայմանավորվենք նոր հանդիպենք, ինչա մենք իրավունք չունենք առանց պայմանավորվելու մեր սիրելի ընկերուն հանդիպել։ Դե ունեք, ուղղակի մտածեցի ինչ որ բան եք պայմանավորվել, մոռացել եմ։ Դե ասա տենամ ուր ես կորել։ Չեմ հասկանում, մոռացել ես, թե մեր մասին, թե մեր համատեղ գործերը։ Չէ, շողջան, ինչ ես տենց ասում, իհարկե չեմ մոռացել։ Այդ դեպքում ինչ ես անցել ընդհատակ։ Ընդհատակ չեմ անցել, ուղղակի շատ խառը օրեր էին աղջիկներ։ Ինչի Նազ ջան, հոբան չի պատահել։ Չէ, Աշխեն ջան, չի պատահել, ուղղակի մհերս այսքան օրա շուտ ա տուն գալիս։ Դե գիտեք, ազատ ժամանակ ունի, օրը միտեղ հրավիրում է։ Վաու։ Այ դա հարգելի պատճառ է։ Բայց տրամադրությունից հետ հեչ չի երևում, որ քո մոտ ամեն ինչ տենց լավ է։ Լավ է, Աշխեն ջան, լավ է։ Շատ լավ։ Հա, Շուշան ջան, որ քերիդ վերադառնա, անպայման փոխանցի, հա, խնդրանքս, որ հանդիպենք։ Լավ, մերսի։ Ահա։ Հա, Սար, բարև։ Ուր Ալեքը։ Ինչի համար զանգերից չի պատասխանում։ Դու ես չեմ պես արել, որ ինձ հետ չշփվի։ Սար, մի հատ հանգստացի, ինչ ձև ես խոսում, ինչ ես քեզ սենց պահում։ Ոնց արժան ես այդպես էլ խոսում եմ։ Հարցից պատասխանի։ Ինչ ես Ալեքին տրամադրել իմ դեմ։ Մտածում ես այդպես ուզածիդ հասնելու ես։ Արփի Ալեքը իմն է լինելու։ Լրիվ ցնդել ես, Սար։ Ինչ ես խոսում։ Արփի իմացի, որ ես իմ խոսքի տերն եմ։ Ու ես թույլ չեմ տալու, որ դու քո կեղտոտ խաղերը խաղաս։ Սար, դու ինձ չես էլ լսում։ Որովհետև արդեն ճանաչում եմ քեզ։ Գիտեմ, թե դու ով ես։ Ու ով եմ, Սար, ով եմ։ Նույն մարդն եմ, ում դու տարիներ շարունակ ճանաչել ես։ Չէ։ Իմ իմացած Արփին ինձ հետ երբեք այսպես չէր վարվի։ Ինձ չէր դավաճանի, չէր խափի։ Սար, դե վերջ տուր, արդեն անհարմար եմ ինձ զգում, ինչի ես սենց մեղադրում ինձ։ Այդպես ապրում ես, վարվում ես, դրանից անհարմար չես զգում, բայց երբ որ արածիդ մասին հիշացնում եմ քեզ, դրանից անհարմար ես զգում։ Սար, դու ամեն ինչ սխալ ես մեկնաբանում։ Իրոք։ Այդ դեպքում ինչի Ալեքը զանգերից չի պատասխանում։ Որովհետև Ալեքին ձերբակալել են։ Ինչ։ Ձերբակալել են։ Ինչ հիմարություն ես օրինում։ Ուզում ես հիմա ես քեզ հավատամ։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ, ասում եմ ձերբակալել են։ Ինչի համար։ Թմրանյութեր են գտել պապիկի մեքենայի մեջ։ Ու դե բնականաբար դրա համար Ալեքին է մեղադրում։ Ես էլ չեմ հավատում, որ ինքը կապ ունի, բայց ոչ մի բայց Արփի։ Ես տենց էլ գիտեի։ Ձեր ընտանիքի կողքին բոլորն են դավաճանված։ Դուք սիրում եք, չէ՞, մարդկանց օգտագործել։ Սարա, ինչ ես խոսում, ինչ կապ ունի մեր ընտանիքը։ Մեկ դու կապ չունես, մեկ ընտանիքդ։ Սար։ Աղջիկներ, կարող է այստեղ զրուցանելու փոխարեն գնանք շոփինգի ու ինքներս մեզ երջանկություն պարգևենք։ Վայ, ինչ լավ բան ես առաջարկում։ Հիմա բոլոր բրենդային խանութներում զեղչեր են։ Իսկ ես տապահարանս լրիվ կթարմացնեմ։ Շոփինգից հետո էլ կգնանք սպա կենտրոն։ Արդեն զգում եմ, թե ոնց է երջանկության հորմոնը ջերմացնում հոգիս։ Նազ, մի բան էլ դու ասա։ Աու, Նազի։ Ասում եմ մի բան էլ դու ասա։ Ինչ ասեմ։ Ոնց, չէիր լսում ինչ էինք խոսում։ Հա, լսում էի, ուղղակի մտքով մի բան ուրիշ տեղ էի։ Աշխենը ասում է, որ գնանք շոփինգի, իսկ ընդեղից էլ սպա կենտրոն։ Ասա, որ հիանալի միտք է։ Հա, շատ լավ միտք է, բայց առանց ինձ էս անգամ։ Ինչի՞ն ես։
Չէ, ուղղակի հենց հետ էի մտածում, մոռացել էի ես այսօր շատ կարևոր հանդիպում ունեմ, պետքա գնամ ուշանում եմ։ Վայ լավ էլի Նազի, չես կարա հետաձգես հանդիպումը։ Չէ, շղջան բացառվում է, այս անգամ առանց ինձ։ Դու էլ ես հիմա նույնը մտածում ինչ ես։ Հա, հաստատ Նազի հետ ինչ-որ մի բան է այն չի, համ շատ ներվային է, համ էլ ծրված։ Տեսնես ինչ է եղել։ Չգիտեմ, բայց ես համոզված եմ, որ Մհերի հետ ինչ-որ մի բան է այն չի, ինչքան էլ ինքը փորձում է մեզ համոզել, որ ամեն ինչ օքեյ է, բայց ես չեմ զարմանա, որ շուտով լսեմ, որ Մհերն ու Նազին բաժանվել են։ Ինչի այնց թվում, որ այս ամեն ինչը Արենի ձեռքի գործն է։ Այդ փաթեթի մեջ հաստատ հենց այդ աղբն է եղել։ Ու հետաքրքիր է, ինքը ուզել է Խորենիչին վնասի, թե Ալեքին։ Աստված իմ, բա ես հիմա ինչ անեմ։ Խորենիչին պատմեմ տեսածս, թե չէ։ Բա որ Արենը իմանա ու ինձ վնասի։ Դեդե ջան, ինձ փող կտաս։ Ով, ես տամ, բայց մի րոպե, դու ոնց որ ավելի շատ փող ունես, դուրս տե։ Չունեմ, էլ փող չունեմ։ Փողը շանսատական եմ, թող ես պետք է առնեմ, որ խմեմ ես փողը, փողը։ Քեզ չես արա թողը խմեմ։ Ուղղակի չեմ հասկանում, Ալեքը ոնց կարող էր նման բաների մեջ հայտնվել, ինքը դες թեմաների մեջ չկա։ Նկատի ունես, որ չի օգտագործում։ Բնականաբար չի օգտագործում։ Ալեքը չափից դուրս մաքուր մարդ է նման կեղծ գործեր անելու համար։ Դու ես չեն հենց արել, որ Ալեքին բռնեն։ Լուրջ, այդ շոֆերին բռնել են, հենց ինչ լավ բան ասացիր, ինչ հաշիվ ա որ։ Մի ձևացրու իբրև նոր իմացար այդ մասին։ Ես համոզված եմ, որ Ալեքը ոչ մի կապ չունի այդ թմրանյութերի հետ։ Ես էլ եմ այդպես մտածում։ Դրա համար էլ իմ փաստաբանը իրան օգնում է։ Ամեն ինչ անում է, որ շուտ տուն գնա։ Եղա։ Ամեն ինչ քո սրտով է տարուն։ Մենակ մի հարցում ես սխալվել։ Քեզ սխալ գործընկեր ես ընտրել։